Ելենա Արշակյանի նոր սերիալը «Ուրիշի ընտանիքն» ընդամենը մի քանի օր է ինչ եթերում է, բայց արդեն դարձել է հեռուստադիտողների ամենաքննարկվող սերիալներից մեկը։ Այս անգամ էլ Արշակյանը ստեղծել է բազմաշերտ ու հուզիչ պատմություն՝ լի անսպասելի շրջադարձերով, անցյալի գաղտնիքներով և բարդ ընտանեկան հարաբերություններով։ Սերիալը պատմում է մի ընտանիքի մասին, որը տարիներ շարունակ կրել է մեկ որոշման հետևանքները։ Մայրը երիտասարդ և սիրահարված կին թողնում է իր 3 երեխաներին տատիկի խնամքին և հեռանում սիրելի տղամարդու հետ նոր կյանք սկսելու, սակայն ճակատագիրը դաժան է լինում։ Նա մահանում է ծննդաբերության ժամանակ, թողնելով բոլորին ցավի ու մեղադրանքի մեջ։ 10 տարի անց Արշակը վերադառնում է Հայաստան դստեր Արևիկի հետ, սակայն նրա վերադարձը խաղաղություն չի բերում։ Նա բախվում է իր անցյալի ստվերներին և այն մարդկանց, որոնց կյանքը տարիներ առաջ կործանել էր իր ներկայությամբ։ Նրա վերադարձը բացում է հին վերքերը, երեխաներից ամեն մեկը տարբեր ձևով է ապրում մայրիկի բացակայությունը, բայց ամենածանրը Էլիզի վիճակն է։ Նա դարձել է ուժեղ, բայց վրեժխնդիր կին, ով իր ողջ կյանքը կառուցում է մեկ նպատակով՝ Արշակին ցավ պատճառելու, քանի որ նա իրենցից խլել է իրենց մորը։ Սերիալի ամենամեծ շրջադարձերից մեկն էլ հենց այն է, որ Էլիզան, որոշելով վրեժ լուծել, մտնում է Արշակի տուն որպես աշխատող, սակայն նրա առաքելությունը վտանգավոր է։ Նա ոչ միայն հայտնվում է իր ամենամեծ թշնամու տանը, այլև հոգ է տանում մի երեխայի մասին, ով իրականում իր հարազատ քույրն է։ Էլիզան այդ մասին դեռ չգիտի, և երբ խոսքը գնում է իրենց մոր մասին, նա դժվարությամբ է զսպում արցունքները։ Նորոյի կյանքում նույնպես ամեն ինչ բարդանում է։ Նա սիրահարվելու է Մագդային, առանց իմանալու, որ Մագդան հենց Արշակի քույրն է, այն մարդու, ում նա ատում է։ Այս սիրո պատմությունը, որը ծագում է ատելության միջից, դառնում է սերիալի ամենահուզիչ ու դրամատիկ գիծը։ Սերիալում անընդհատ բացահայտվում են նոր գաղտնիքներ, հեռուստադիտողները խոսում են նաև այն մասին, որ Նորոյի առողջական վիճակը կարող է սրել իրադարձությունները։ Վերջին սերիաների հրապարակումներից պարզ երևում է, որ նրա գլուխը պտտվում է, ինչը հուշում է, որ առաջիկայում կարող է բացվել նոր գիծ կապված նրա հիվանդության հետ։ Բայց Ելենա Արշակյանը կրկին ապացուցում է, որ իր պատմություններում ոչինչ պատահական չէ։ Հնարավոր է, որ հենց Ողջույն բոլորին, այսօր խորհուրդ եմ տալիս բոլոր այն մարդկանց, ովքեր հետաքրքրված են հայկական սերիալներով, հետևել իմ սթորիներին, որովհետև այսօր լինելու է մեր հերթական հեռուստասերիալի պրեմիերան ATV հեռուստաընկերությամբ, եւ այսօր ես ձեր դատին հանձնելու եմ մեր նոր դերասաններին, ովքեր երբևիցե չեն երևացել էկրաններին, եւ իհարկե իրենց կողքին տեսնելու եք արդեն շատ սիրված դերասանների։ Այս ռեժիսոր Քաջեր Հակոբյան, Քաջեր իմ ընկերն է, նաև վերնախագծերից շատ-շատերի ռեժիսորն է, հնարավոր է մոտ տեսած լինեք։ Մի խոսքով հետևեք իմ սթորիներին, կտեսնեք ովքեր են դերասանները, ովքեր են այն մարդիկ, ովքեր հնարավորություն են ունեցել ներկայանալու մեր նախագծերում։ Ձեզ լավ օր ու սպասում եմ ձեր կարծիքներին։ Բարի երեկո սիրելիներ։ Ես քիչ առաջ դուրս եմ եկել էթերնաֆանտաստիկ ներկայացումից, ես ուղղակի խոսքեր չեմ գտնում, որ ասեմ։ Առհասարակ ես կրկեսը չեմ սիրում ու չեմ սիրում նաև այն պատճառով, որ այնտեղ շատ հաճախ լինում են նաև կենդանիներ։ Ամեն դեպքում մեր փոքր ժամանակ տենց էր կենդանիներ կային։ Ու այն ինչ ես տեսել եմ, ասել հիացած եմ, ասեմ շոկի մեջ եմ, ես չգիտեմ, տենց բառ չեմ գտնում, որ ասեմ ինչքան սիրուն էր ամեն ինչ կազմակերպված, ինչքան բարձր պրոֆեսիոնալիզմ կար այս ամեն ինչի մեջ։ Հիմա նայեք իմ հաջորդ ստորիները։ Այնքան կարևոր է, որ մեր երկրում ստեղծվեն սենց ներկայացումներ, շատ կարևոր է։ Այնպես որ ապրենք, ռիսպեկտ բոլորին։ Բարի կեսգիշերն անց մի բան էլ ավել, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, հավատացեք, այս ժամը ամենաշուտն է, որ ավարտում եմ, որովհետև հիմա շատ ծանրաբեռնված եմ Երազանքի բեմ նախագծով, բեմադրող ռեժիսոր որպես պրոդյուսեր, որպես մոնտաժային փուլին հետևող, այսինքն իսկապես վայրկյան ու րոպե չեմ ունենում, դրա համար պասիվ եմ եւ այսօր անկեղծ մտնում եմ Instagram ու տեսնում եմ անթիվ անհամար նամակներ ու գրեթե նամակների կեսից ավելին վատ խոսքերով, սենց շատ լուրջ նամակներ են, որոնք ինձ ասում են չես ամաչում Անահիտ ջան, էս ինչ ես անում, ոնց դու կարող ես այսպես վարվել ու
Կարդում եմ ու չեմ հավատում, ասում եմ, ես ինձ են գրել, ինչի համար են գրել։ Հետո հասկանում եմ, որ 3 ATV-ով ուրիշի ընտանիք նոր հեռուստանովելն է հեռարձակվել։ Իհարկե չգիտեմ այս ժամին էլ հետևորդներիցս քանի մարդ կմտնի կնայի stories, բայց չեն կարող այս մասին չխոսել։ Մի խոսքով հեռարձակվել է 3 ATV հեռուստաընկերությամբ նոր հեռուստանովել ուրիշի ընտանիք, պրոդյուսեր Ելենա Արշակյան, սցենարիստ Անահիտ Մխիթարյան, ռեժիսոր Քաջայր, ու ես իրապես շատ շնորհակալ եմ ու ուրախ եմ, որովհետև շատ կարոտել էի նկարահանման process-ին եւ ես ստացա նոր կերպարի առաջարկը, Շուշանի կերպարը կերտելու, սիրով իմ աշխատանքը կատարեցի, շատ սիրում եմ այս թիմը ու մեծ հաճույքով եմ իմ դերը ստանձնել։ Ժողովուրդ, բայց ուզում եմ խոսամ այս մասին, էլի մենք միթե չենք կարողանում տարանջատել կերպարը անձից, մարդուց, այդ դերը կատարողից։ Սիրելիներս, ես Անահիտ Կիրակոսյանն եմ իրական կյանքում։